Նոր կորոնավիրուս COVID-19 Rapid test արագ թեստավորման կարգը։ Թեստավորում իրականացնողը պետք է կրի միանգամյա պաշտպանիչ միջոցներ՝ խալաթ, ակնոց, դիմակ, ձեռնոց։ Արյան նմուշարման գործընթացն իրականացնելուց առաջ պետք է ախտահանել սեղանի մակերեսը 0.25% ախտահանիչ լուծույթով կամ 70% սպիրտով։ Պատրաստել սեղանի աշխատանքային մասը։ Դասավորել թեստավորման համար անհրաժեշտ բոլոր պարագաները, այնուհետև հրավիրել այցելուին։ Բացել տվյալ այցելուի համար նախատեսված թեստ երիզը։ Ըստ ուղեգրի համարակալել թեստ երիզը։ Այցելուն պետք է նստի և պարզի ձեռքի ափը դեպի վեր։ Նմուշարում իրականացնելու համար հարկավոր է ընտրել մատնեմատը, եղունգի ակոսից մոտավորապես 3 մմ ներքև։ Սպիրտային տամպոնով մաքրել նմուշարման մակերեսը, ապա չորացնել մաքուր բամբակով։ Պտտեցնելով կոտրել և հեռացնել ասեղ սկարիֆիկատորի պաշտպանիչ ծայրը։ Մատը ծակելուց հետո թեթևակի սեղմել, որպեսզի արյուն հայտնվի։ Արյան առաջին կաթիլը պետք է մաքրել բամբակով։ Միանվագ օգտագործման կաթոցիչի օգնությամբ վերցնել 20 միկրոլիտր արյուն։ Կաթեցնել նմուշի համար հատկացված պատուհանիկում։ Ավելացնել 2-ից 3 կաթիլ նոսրացնող բուֆեր նմուշի համար հատկացված երկրորդ պատուհանիկում։ Երբ սթրիպի վրա սկսվում է ռեակցիան, երևում է մանուշակագույն գունավորման տեղաշարժ թեստի կենտրոնում գտնվող պատուհանիկում։ 10-ից 15 րոպե հետո կատարել թեստի արդյունքի մեկնաբանում։ Զգուշացում. Արդյունքները չի կարելի գնահատել ավելի ուշ, քան 20 րոպե հետո, քանի որ դա կարող է հանգեցնել կեղծ տվյալների։ Արդյունքների մեկնաբանում. Կենտրոնում գտնվող պատուհանիկի վերին մասում պետք է առաջանա ստուգիչ գծիկը, որը նշված է C տառով։ Բացասական արդյունք. Եթե պատուհանիկում առկա է միայն ստուգիչ գծիկը, ապա պատասխանը բացասական է։ Դրական արդյունք. Եթե ստուգիչ գծիկի հետ միասին կա նաև թեստային գծիկ, ապա պատասխանը դրական է։ Սխալ արդյունք. Գծիկների բացակայության դեպքում պատասխանը սխալ է։ Պատճառը կարող է լինել հետազոտության կատարման ոչ ճիշտ ընթացքը կամ թեստի ոչ պիտանելությունը։ Անհրաժեշտ է փորձանմուշը կրկին հետազոտել։ Ուշադրություն. Հետազոտության բացասական արդյունքը հակամարմինների նկատմամբ չի բացառում վարակի առկայությունը։